Ոչինչ չեն կարող անել։ Պիտի ընդունենք։ Ես դրան չեմ կարող որպես հիվանդ վերաբերվեմ։ Ախր աղջիկ ջան, դու ճիշտ հասկացի։ Ինքը սովորական հիվանդ չի։ Ինքը ռիհաբի սեփականատիրոջ աղջիկն է։ Մանավանդ, որ ինքն էլ իր ոտքով է եկել ստեղ։ Ես կխոսամ հետ։ Նստի հարթ, մի գնա։ Հանգստացի Սոնա, թող ինքը խոսի, մենք էլ կնայենք։ Ես դրան չեմ կարող տենամ։ Չեղավ։ Ախր դուք պետք է վստահեք իրար։ Դուք պիտի վստահես քո ապագա ամուսնուն։ Եթե իրար չվստահեցիք, Սոնա ջան, դուք երջանիկ ընտանիք չեք կարող ստեղծել։ Ախր դրա պատճառով մենք մեծ խնդիրներ ունենք։ Դե հիմա է։ Ես ինչ ավիճակդ։ Ես եմ եղավ։ Եկել ես որտեվ ուզում էիր ինձ տենայր։ Դու էլ ինձ։ Ինչ ես եկել։ Վախենում եմ։ Ինչից ես վախենում։ Որ փոստ եմ ընկնում։ Շատ խոր է փոս։ Որ ինձնից էլ բան չի մնա։ Ծերջ։ Օգնի ինձ։ Ինձ թվում է դու հիմա էլ ես խաղում։ Երեկո չի ստացվի եկել ես, ոչ մի բանով չեմ կարող օգնեմ։ Երեկո շատ լավ է ստացվել։ Որ լավ է ստացվել, մնա իրեն դե ինչ ես եկել։ Որ դու հիվանդ ես։ Ու քեզ օգնության կարիք է պետք։ Քեզ ասեցին գնա որտեղից որ եկել ես։ Արժանի էր, չէ՞ օգնության։ Տեսար Սոնա։ Բժիշկը ընդամենը զրուցեց հիվանդի հետ։ Այդ ընդամենը կարող է շատ մեծ բան դառնալ։ Հանգստացի Սոնա, հանգստացի։ Հանգստացի ու անցի գործի։ Հանգիստ եմ, ես շատ հանգիստ եմ։ Ինչի սրան ներս թողեցիր։ Արդեն կարոտեցիր։ Ինքը հիվանդ է, ու իրան օգնություն է պետք։ Հա, հիվանդ է, հա։ Հիմա ինչ, շորերը կարենք, դեմքը լվանանք, մազերը սարքենք, Հանգստացի էլի։ Իմ մասին մտածել ես։ Հիմա ես սրա դեմքը ամեն օր պետքա տեսնեմ։ Ամեն ինչ արա, որ շուտ գնաս տեղից ու արագ։ Ինքը կմնա։ Պարզա։ Արի։ Ուր։ Արի փոխենք դերենք գնանք։ Արի։ Արդ, գիտես չէ, մինչև շաբաթ ինչքան բան է պետք։ Ինչ։ Հարսի շոր, ռեստորան, լիմուզին, եթե կարծում ես ծաղիկներ։ Մարդիկ ամիսներ առաջ են իրենց հարսանիքը պլանավորում։ Մենք մի շաբաթ։ Այսինքն, մենք չորոշեցինք։ Որոշեցինք, մնում է հասցնենք։ Դու քնել ես դրա հետ։ Հա։ Իսկ ես քիչ էր մնում Կարենի։ Քիչ էր մնում։ Ինքը կանգնեցրեց քեզ։ Չէ։
Վերջի պահին ես միտքս փոխեցի։ Ինչի՞։ Որովհետև ես Կարենին չեմ սիրում։ Ես ուրիշին եմ սիրում։ Եկել ես բուժվելու։ Կարաս չպատասխանես։ Իզուր էլ եկել ես։ Մեյքափ արտիստ ուզեցի։ Չկանչեցի։ Եղունգ սարքող ուզեցի։ Չկանչեցի։ Սիստր։ Միակ նորմալ մարդը որ կա, այդ Սոնանա, բժիշկը։ Ամուսնանում է։ Գիտես չէ, ամուսինն էլ հոգեբանաստ է։ Ամուսնանում է։ Բայց կապվել է մի հատ անբարոյականի հետ։ Այսով է քեզ սենց նախշել։ Շատ լավն է կօգնի։ Վերցրու։ Լսի։ Դու ինձ չճանաչեցիր։ Հազիվ։ Մի հատ հարց կարելի է։ Իհարկե։ Այդ հիմար սերիալներում որ խաղում ես փողի համար է, թե ուրիշ տեղ չեն կանչում։ Տուր, հա։ Լսում եմ, պարոն Քարամյան, Դու գիտես թե ուրանան է։ բայց ինչից եք մտածում, որ ես պետքա տեղյակ լինեմ։ Դե որովհետև հենց այդ աղջիկը կորում է, մենակ դու գիտես իր տեղը։ Հա, գիտեմ, մեր մոտ է ռիհաբում։ Տեսար որ ճիշտ էի։ Ինչ ա եղել։ Ինչպես միշտ, ալկոհոլ, դրագ։ Իրա կամքով է եկել։ Լավ։ Ես վաղը իրան կտանեմ այդտեղից։ Լավ։ Շաբաթ օրը մենք քեզ կսպասենք մեր հարսանիքին։ Ինչ մի տենց արագ ամուսնանում եք է։ Ճիշտը դա է։ Շաբաթ օրը իմ հանգստի օրն է։ Ու ես հանգստանում եմ։ Քո չգալը սխալ կլինի, Արամ։ Սոնա, ես քեզ շատ հարգում ու սիրում եմ, բայց կներես։ Չեմ գա։ Եղբորդ հարսանիքն է, Արամ։ Դե թող ինքն էլ հրավիրի։ Համել ես մի բան չեմ հասկանում։ Դու ո՞նց կարացար իրան ներես։ Ես իրան սիրում եմ, ու մնացածը էլ կարևոր չի։ Ո՞նց կարևոր չի։ Ինքը ինձ ա կին ընտրել, ոչ թե դրան։ Ու հետո ես զոհ չեմ։ Մի օր ինքը քեզ էլ զոհ կսարքի։ Դու արտին լավ չես ճանաչում։ Շաբաթ սպասելու ենք։ Հասամ, Սիլվանը տեղա, զանգում եմ չի պատասխանում։ չէ, ստեղ չի։ Բա ուրա։
Ինքը ինձ չի ասում ուրա գնում։ Վաղուց դուրս եկե։ Փաստորեն տենց սկսել ես կնոջովդ հետաքրքրվել, հա։ Նանի հետ կապված բան ունեի հարցնելու։ Նանն էլ ստեղ չի։ Երեկել շուտ է գնացել։ Լավ։ Երբ Սիլվան գա կասես թող զանգի։ Իսկ քեզ հետաքրքիր չի թե մենք ոնց ենք, հա։ Քանի ես սաղ եմ, դուք չեք կարող ատելնեք։ Լավ։ Եթե ցանկանում եք բացել Drug and Alcohol Rehab Միացյալ Նահանգներում, Sam Lucy Company-ն ձեզ կօգնի ցանկացած հարցում։ Սկսած ձեր լայսենսինգով, DHCS, Joint Commission, CARF, Medical եւ ongoing programming-ով։ Սկսած ձեր աշխատողների training-ով եւ hiring-ով։ Խնդրում եմ դիմել մեզ 818 350 91 83 հեռախոսահամարով։ Mr. Smoke, իսկական բուրմունք։ House of Liquor, ալկոհոլային խմիչքների լավագույն վաճառակենտրոն Գլենդելում։ House of Liquor, որակյալ խմիչք, բարձրակարգ սպասարկում, լավագույն գներ։ Այցելեք եւ անձամբ կհամոզվեք։ Լաբրանտ, անմահական խոհանոց, նորավոճ ու նրբահամ ուտեստներ, ծողունեկարիթներ, ծնունդ, կնունք ու հարսանիք, մենք այն կազմակերպում ենք բարձր մակարդակով։ Լաբրանտ, համի և ոճի նրբաճաշակություն։ 3, 2, 1 Here we go! Burger Bun Ռոյալ դեղատուն մասնագիտական բարձր որակավորմամբ տեղագործներ Արա Բոյաջյանի եւ Հայկ Սարգսյանի գլխավորությամբ։ Բարեհաճ եւ փորձառու աշխատակազմ, հոգատար եւ ազնիվ սպասարկում, մասնագիտական բանիմաց խորհրդատվություն, անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի կարիքներին։ Ռոյալ դեղատուն, դեղերի, հիգիենայի պարագաների լայն ընտրանի, պատվերների արագ ու անվճար առաքում, պատվաստումների իրականացում, հատուկ կարգի վիտամիններն այստեղ տրամադրվում են անվճար։ Ռոյալ դեղատունը ձեր տունն է։ Իմ աղջիկը նախկինում էլ ափախել տնից։ Ինքը չի սիրում, որ իրան վերահսկում են։ Դուք ձեր մասին խոսեք։ Ես կարող եմ ձեզ օգնել միայն ձեր մասին լսելով։ Ես վախենում եմ նույնիսկ խոստովանել, ես սարսափում եմ այն մտքից, թե ուր է ինքը գնում, որտեղ է, ում հետ, ինչ է անում, որովհետև երբ մտածում եմ ավելի վատ է լինում։ Ձեր մասին։ Ախր ես չեմ կարողանում նրան առանձնացնել ինձանից, հասկանում եք։ Ես չգիտեմ որտեղ եմ ավարտվում ես եւ որտեղ է սկսում նա։ Դուք հիմա ստեղ եք, իմ առջև նստած։ Առանց օրերի ես եկե, չէ։ Տենց ստացվեց։ Հակի։ Բարով մաշես։ Առավոտյան մի տեսակ լավ չսկսեցինք։ Չեմ սիրում են, որ տենց անկեղծություն չի լինում։ Հա, այդ սերիալների համար էլ ճիշտ ես ասում։ Մեկ մտածում եմ, այդ հիմարություններով է նայում։
Գոնե մի բան ճիշտ եմ ասել։ Մի բան ճիշտ եմ արել։ Ես իմացա, որ առաջ անգամ չի որ ստեղես։ Խմել ես։ Քեզ լավ չես պահել։ Տնեցիք եկել քեզ տուն են տարել։ Ուզում էի խմել եմ։ Լավ եմ արել։ Հա, մյուս անգամ որ ուզենաս խմես, ինչ չմոռանաս։ Խմել ես ուզում։ Հա, ինչի դու չես ուզում։ Չէ։ Չեմ ուզում։ Լավ։ Զանգել էիր։ Բան ա եղել։ Դու ուր էիր։ Աշխատանքից վաղուց ես դուրս եկել։ Ես բժշկի եմ գնում։ Թե իմ, թե մեր աղջկա համար։ Ու ինչ բժշկի մոտ ես գնում։ Բժիշկ, ով բուժում է նրանց, ում հարազատները ալկոհոլ եւ դրագ են օգտագործում։ Հասկացա։ Դու էլ ես ցնդել։ Դու չես զգում, որ մենք մենակ վնաս ենք տալիս, թե իրար, թե մեր աղջկան։ Նանը ռիհաբում է։ Ոնց է հայտնվել ռիհաբում։ Ինքնակամ։ Կամել։ Կամել ինչ։ Կամել այդ հոգեբանի համար։ Արտի։ Ինձ թվում է նանը անտարբեր չի տղայի նկատմամբ։ Դու հասկանում ես, որ մենք պետք է օգնենք մեր աղջկան։ Հասկանում եմ։ Բայց նախ եւ առաջ ինքը պետք է դա ուզի։ Նա, ես ինչ ես անում։ Մաքրում եմ։ Ի՞նչը։ Ամեն ինչը, ամանները, ինչ եք հարցում, չեք տեսնում։ Բայց ով ասել քեզ, որ դու մաքրես։ Արտը։ Արտը։ Լավ։ Արդ։ Արդ։ Ստեղ եմ։ Արդ որտեղ ես։ Ստեղ եմ, ստեղ։ Արդ դու քշվել ես։ Ինչի։ Ինչ ես նանին աման լվար տվել։ Դե մարդ դառնալու համար կանացի հատկություններ, ընտանեկան պատասխանատվություն ձեռք բերելու համար։ Բա դու չգիտես, որ դու իրավունք չունես մարդու ստիպելու, որ նա աշխատի։ Բայց ես ընդհանրապես չեմ ստիպեն, իրա կամքով անում։ Համ էլ մոռացա ասեմ, այսօր Քարամյանը գալու է տուն տանի։ Ոնց։ Բան չի չես ասում։ Բան չի շուտ չէիր ասում։ Դեռ երկար եմ ստրկություն անելու։ Բոլորը տեսան, որ աշխատում եմ։ Այսօր պապատ գալու է ուզում է քեզ տուն տանի։ Ես չեմ ուզում ոչ մի տեղ գնամ։ Մետ ամեն ինչը իրան կասես։ Ինքը ինձ ոչ կընդունի, ոչ էլ ասածներս կլսի։ Իսկ դու լը փորձի կարող լսի։
Հարսնացուտ խոսում եմ։ Ասում է ինչ-որ անբարոյականի հետ ես կապնվել։ Եթե ինձ նկատի ունի, խնդիր չկա։ Բայց կարող է ուրիշին էլ ունես։ Սրանք լավ չես լվացել, էլի լվա։ Եթե ցանկանում եք բացել Drug and Alcohol Rehab Միացյալ Նահանգներում, Sam Lucy Company-ն ձեզ կօգնի ցանկացած հարցում։ Սկսած ձեր լայսենսինգով, DHCS, Joint Commission, CARF, Medical եւ ongoing programming-ով։ Սկսած ձեր աշխատողների training-ով եւ hiring-ով։ Խնդրում եմ դիմել մեզ 818 350 91 83 հեռախոսահամարով։ Իմ անունը հայ է, ազգանունս Յան, հոգուս միջի խինն ու տոնը հերու հողում նվիրողի սանունն է Յանս, 333 North Verdugo Road, Յանս, իսկական հայկական համոհոտ։ Նոր սաներվածքը կարող է փոխել ոչ միայն ձեր տեսքը, այլև ինքնավստահությունը։ Կանացի եւ տղամարդկանց սաներվածքներ, մանիկյուր եւ պեդիկյուր, ամեն ինչ մեկ հասցեում։ Ժամանակն է փայլելու MZ Hair and Beauty սալոնի հետ։ Ինչ լավ արեցիք, որ եկաք, պարոն Կարամյան։ Բա ուր է նանը։ Նանը խոհանոցում, այսինքն այնքան ճիշտ անսպասել եկաք, որ չհասցրեցի նույնիսկ զգուշացնել։ Պետք է հասցնեիր։ Էլ մի արի, մնաց տեղ։ Ես ոչ միտեղ չեմ գնում։ Վաղը գնալու ես Եվրոպա։ Ասեցի չեմ գնում, մնալու եմ ստեղ։ Աման լվալու։ Աման լվալու իզուր ես եկել։ Վերջ տուր, գնացինք ասում եմ։ Վերջ տուր։ Չգնամ ստեղից հանիր տող, գնա։ Հանգստացի ասում եմ։ Ատում եմ քեզ։ Ինչի համար։ Որտեվ քանեման եմ դարձել։ Քեզ հաստատ բուժվել է պետք։ Եթե դու հենց հիմա ինձ հետ չգաս, ոչ մի բան ինձանից չես ստանալու։ Չեմ ուզում ոչ մի բան քեզանից։ Բապ, խնդրում եմ գնա։
Եվ Մանրուշն եմ ուզում։ չկա։ Մամանները գետնովարիր, պապատ քեզ լսեց, հա։ Հա, լսած։ Հիմա ես աղքատեմ։ Այդ կարգավիճակը քեզ շատ դուր կգա։ Հա, հաստատ։ Կհասկանաս կյանքում ինչ է ես ընդունակ։ Ուժ ցավ չկա։ Կա ուղղակի քո մոտ չի ստացվի։ Երևի ճիշտ ես։ Հիմա մենք հավասար ենք։ Ես քեզանից հարուստ եմ։ Ոնց։ Դե ես աշխատանք ունեմ։ Սիրում եմ քեզ։ Ինձ նորմալ կյանքի վերադարձնելու փորձելիդ համար արդ։ Իսկ ինքդ քեզ չես սիրում։ Ինքս ինձ։ Երևի չէ։ Չէ։ Առաջինը քեզ սիրի, հետո նոր մնացածը։ Ես քեզ սիրո խոստովանություն եմ անում։ Դու ինձ հոգեբանություն ես քարոզում։ Հոգեբանությունը Սոնայի հետ չնայած որ ձեր չի ստացվում։ Լսի դու որոշել ես, որ իմ ապագա երեխայի մայրն ես, սենց առանց իմ համաձայնության, երբ ուզենաս կարած գաս, հա, գժվել ես դու։ Ինչ ես եկել։ Սամ, խնդիրը պետքա լուծել։ Ինչ խնդիր։ Ես խոստանում եմ, կկատարեմ քո բոլոր պայմանները, մենակ ընդամենը իմ մի պայմանը կատարի։ Ու որն է այդ քո ուզած պայմանը։ Խնդրում եմ, թող Միլան գնամ։ Ես քեզ խոստանում եմ, ես չեմ մնա Իտալիայում, ես կվերադառնամ։ Ստեղ կծննդաբերեմ, բայց ինչ կլինի, թող գնամ։ Ախր դու չես հասկանում, որ դա իմ ամբողջ կյանքի երազանքն է։ Ասեցի չէ։ Հա, բայց ինչի։ Որովհետև ուզում եմ, որ դու մնաս կողքս, ստեղ։ Ուրեմն ես ստիպված եմ կնոջդ պատմել մեր մասին։ Յա, այդ արդեն սպառնում ես, հա։ Չէ, ես չեմ սպառնում։ Ինչ կլինի, թող խնդրում եմ, ամեն ինչ լավ կլինի, խոստանում եմ։ Դու հենց այս վարքյանից չես աշխատում։ Դու դրա կարիքը չունես։ Ես քեզ էլ կապահովեմ, իմ երեխուն էլ կապահովեմ։ Իսկ հիմա գնա տուն ու մտածի։ Կամ չես գնում Միլան, կամ տանն ես նստում։ Եղավ։ Կներես ուշացա։ Ոչինչ։ Դուրդ գալիս է այս ռեստորանը։ Հա, յանսը լավ ռեստորան է։ Հետո ինչ։ Հետո ինչ։ Հետո այն, որ այս ռեստորանի սրահներից մեկում քո հարսանիքն է լինելու։ Բայց եթե դեմ չես, կարանք երկրորդ հարկում անենք։ Երկրորդ հարկում։ Հա, կարելի է։ Ոչինչ, որ այս ռեստորանը երկրորդ հարկ չունի։ Որ չունի ինչի համար ես հարցնում։ Որ գոնե ինչ-որ ձևով քեզ ոգևորեմ։ Ինչ է հետդ կատարվում։ Չգիտեմ, Սոն, երևի շատ եմ հոգնում։ Լավ ռեստորան է, ամեն ինչն է դուրս գալիս է։ Ինչքան է ծախսերը։ Էսա բոլոր ծախսերը արել եմ։ Ծանոթաց։ Բայց էսի շատ է։ Մեր ունեցած փողը չի հերիքի։ Հանգիստ տեղի կհերիքի։ Մաման կտա։ Եվ որտեղից մամայդ այդքան փող։ Մաման փող հավաքել գիտի։ Դու հիմա ճաշացանկը իրանց հետ հասկացի, իսկ ես վազեմ հարսից շորը փորձելու։ Վազի։ Գնաց դա։ Ո՞վ։ Շատ լավ գիտես թե ում մասին է խոսքս։
Չէ, չգնաց, Քարամյանը չտարավ, թողեց մեր մոտ։ Պարզա։ Թինա, ինչի չստորագրեցիր ու թղթերդ ինչ եղավ, կիսատ մնաց։ Տիկին Քարամյան, ես Միլան չեմ գնալու։ Այսինքն Ես ձեր ամուսնու հետ եմ։ Հա։ Ես Սամի սիրուհին եմ։ Ես Սամի սիրուհին եմ։ Հողա պետք։ Իսկ ինչի համար։ Հարսանիքս նախատեսվածից մի քիչ շուտ ենք որոշել անենք։ Մի փոքր չի հերիքում։ Եվ ինչ ես պատրաստվում անել։ Ազատվելու եմ։ Հա, հղի է, բայց ինձնից չի։ Գնա իմ կյանքից։ Ես արդեն շատ եմ սիրում։ Հանգիստ թողնես։ Ու գնա։ Թինան պապայիցը թղի է։